Մկրտիչ Մկրտչյանին կամ ինչպես հայտնի է երգիչ Մակիչին շատերը գիտեն։ Շատերն են նրա կատարումից հոգիները թեթևացրել։ Շատերին հուզել է նրա կատարումները, շատերին գոտ է պնդել։ Մկրտիչ Մկրտչյանը ծնվել է 1962 թվականի ապրիլի 24-ին Թալինի շրջանի ներքին Սասնաշեն գյուղում։ 1990 թվականին միացել է Թաթուլ Կրպեյանի գլխավորած Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատին եւ Գետաշենի անկումից հետո տեղափոխվել Շահումյանի շրջան, որտեղ ընդգրկվել է Վերիշենի ջոկատում, իսկ Շահումյանի անկումից հետո տեղափոխվել է Մարտակերտ։ Կինը Արուսյակ Սիմոնյանը շատ չի կարողանում պատմել ամուսնու անցած ռազմական ուղուց, ասում է՝ փակ էր, չէր խոսում, ինչ գիտեմ, ընկերներն են պատմել, մենք էլ կողքից լսել ենք։ Երեխեքին աշխատում եմ քիչ բերել, չգիտեմ ինչի, փոքրը շատ ծանր է տանում, հույսեր, երևի հույսերը հաջորդ սերունդի վրա է, ես կոնկրետ իմ պարագայում շատ հաճախ մտածում եմ, որ մենք պարտք մնացինք այս սերնդին, որ մեզ հաղթանակ էր նվիրել եւ պարտք մնացինք մեր երեխեքին, հույսեր չունեմ, մտածում եմ պետք ավելի շատ աշխատենք, շատ սիրենք այս երկիրը։ Մկրտիչ Մկրտչյանը մասնակցել է քառորդյա 44-օրյա պատերազմներին։ Կինը պատմում է՝ ծանր տարավ Արցախի հանձնման եւ հայաթափման լուրը։ Չկա Արցախ, չկա Մկրտիչ, ասել է նա։ Սեպտեմբերի 20 թվականի արթնացավ ժամը 6-ին, ասեց. «Էս ինչ էին արել Ստեփանակերտը, սաղ ավիրել էին, ազգային ժողովի շենքն էին քանդել»։ Ասեց, բայց մենք հետ մտանք։ Ասի, օй Մակիչ, ինչ էլ երազներ ես տեսնում։ Հետո այդ օրը չկարողացավ տանը նստել, ասեց արի գնանք գյուղ, Սասնաշեն գնացինք, հելանք սարերով պտտվեցինք, առավոտը դե եկանք տանն էինք արդեն, տղերքը զանգեցին 7:30 էր, ինչ էր։ Մակիչը գնաց, հետո որ արդեն վիրավոր եկել էր, անընդհատ ասում էր այդ իմ տեսած Արցախը չի, պետքա Ստեփանակերտն ավիրելու են այդ թուրքերը։ Մկրտիչ Մկրտչյանը 3 երեխա ունի, ինչպես Արուսյակն է նշում, 3-ն էլ ամուսնուն են նման։ Շատ կուզենան, որ գոնե մեկը հոր ճանապարհով գնա, ասում է կինը։ Եռաբլուրում մենք նաև հանդիպեցինք Մկրտիչ Մկրտչյանի ուսանողական տարիների ընկերոջը, ով Ամերիկայի Միացյալ Նահանգներից էր եկել Երևան ընկերոջ համար աղոթք կարդալու։ Քրիստոնեության մեջ հասկացողություն կա, որ նույնիսկ եթե մարդը մեղավոր է, բայց նահատակությունը եւ նվիրումը սրբում է բոլոր մեղքերը։ Եվ ես բոլոր սրտով աղոթում եմ եւ ինձ թվում է անշուշտ Էլիասի դիրոջ կորն է այդ հարցը, որ Մագիչը նրան նման մարդիկ արքայության մեջ են այսօր։ Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան, Արմլուր լրատվական։